էի համենը տարի ու կես առաջ հանրապետական կարտարում ներկայացուցիչների ըմբոստ հայտարարությունները, թե ինչու չի կարելի Հայաստանում կիսապատերազմական վիճակում գտնվող իրավիճակում անցնել կառավարման խորհրդարանական մոդելի։ Դավիթ Հարությունյան եւ այլն բազմաթիվ կրկնում եմ խորհրդարանական խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, ովքեր այսօր կրծքով պաշտպանում են կառավարման մոդելի փոփոխությունը եւ ավելի շատ զարմանալի հայտարարություն լսեցիք Գևորգ Դանիելյանից, որ հանրությունը այսօր մեկ բան է ուզում անցնել կառավարման խորհրդարանական մոդելի, գիտեք եւ իրենք մարզերում, համայնքներում անցկացրել են հանդիպումներ ժողովրդի հետ եւ ստացել են այդ գերական մեսիջը, այնինչ որ իրենք արեցին հանրապետության մարզերում, երբ որ հավաքում էին մարզ սովետի, գյուղ սովետի կներեք ձևակերպման համար ներկայացուցիչների եւ Բրեժնևի Ցելինայի ոգով լիգվեզներ էին անցկացնում գյուղապետարանի աշխատողների հետ, ովքեր աշխատանքից հոգնական ննջում էին սահմանադրական փոփոխությունների լիգվեզի տակ։ Իհարկե ամենամեծ երևակայության դեպքում դժվար է հանրային իրազեկում համարել, բայց ես կրկնում եմ, չի կարելի կոնյունկտուրայից պահիկ եւ վերարտադրման կոնկրետ սխեմաներ ունենալուց ելնելով տրամագծորեն այսօր հակառակ մեսիջներ փորձել թողել հանրությանը եւ ընկերս Ես մի փոքր ավելացնեմ, քանի որ նայրազորականը շատ գեղարվեստական ու ասեց այն ինչ որ իրավաբանները են դժվարանքիր են իրավական տերմինալով կերով ասել։ Ընտիր հետևյալ է ցանկացած արհեստական գաղափար ու ներելուծում հասարակության մեջ դրվում է շրջանառության կասկած է հարուցում։ Տեսեք, Հայաստանում այսօր արկա որևէ խնդիր, այդ հիմնական խնդիրների որևէ խնդիր պայմանավորված չի սահմանադրությամբ կամ լրատվություններով։ Սկսած տնտեսական անկումից մինչև արտակարգ, այդ մեծ դիապազոնով որևէ խնդրի հիմքում սահմանադրությունը չէ։ Հետևաբար ինչու են իշխանությունները նման ինտենսիվությամբ այս հարցում շրջանառության, դա կասկած է հարուցում եւ խողովակներն էլ դաշնանական լծակներն են եւ մեծ համապարփում ունեցած զգալի դերակատարումը թույլ է տալիս իշխանություններին այդ խնդիրը դնել շրջանառության։ Երկրորդ, փաստարկների մասով, տեսեք, նախագահ Սարգսյանը ինքը, եթե չեմ սխալվում, տարբեր առիթներով ասել է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգի հանձնմանը։ Բայց վերջերս նրա թիմակիցները սկսեցին որն պաշտպանել այդ մոդելը կառավարման խորհրդարանական։ Սովորաբար մենք գիտենք, որ նման բան չի եղել, նախագահը մի այլ բան է ասում, թիմակիցները այլ բան։ Մենք գիտենք, որ նման բան չէ, սա նույնպես կասկած է հարուցում, ինչ-որ բան այնուհանդերձ այս թեմայով այնպես չէ։ Երրորդ կետը իրոք իմ գործընկերը ասեց, որ կիսապատերազմական պայմաններում բազմիցս թե այս իշխանությունները, թե նախորդների նախորդները միշտ ասել են, որ ոչ խաղաղություն, ոչ պատերազմական պայմաններում կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելը ավելի արդյունավետ է որոշումների օպերատիվ կայացման եւ այլ նկատառումներով, ինչը ես կարծում եմ ճիշտ է։ Վստահ եմ դուք կհամաձայնեք, որ այս օրերին ոչ խաղաղություն հաստատվեց, ոչ Ադրբեջանը կապիտուլյացիայի ենթարկվեց, նման բաներ չեն եղել եւ ինչն է փոխվել։ Եվ վերջին հարցը այդ հաստատների հաղթահարում ենք իհարկե կներկայացնենք մեր ավելի գրագետ իրավաբանների հետ աշխատած փաստարկների եւ հակափաստարկների մի փաթեթ, բայց տեսեք, վերջին տարիներին պաշտոնական տվյալներով Հայաստանից 200,000-ից ավելի մարդ է արտագաղթել։ Հիմա նման արտագաղթի, նման ոսկի պարագայում արդյոք բարոյական է դնել երկրի համար նման կենսական նշանակություն ունեցող մի հարց հանրաքվեի։ Իսկ գուցե սպասենք տնտեսությունը սկսի վերականգնել, ոտքի կար մարդիկ վերադառնան տները, չէ՞ որ մենք այդ 250,000 մարդը պարզապես չի քվեարկելու եւ շատ մեծ մեր երկրի համար դա շատ մեծ թիվ է։ Այնպես որ ես համամիջ եմ, որ մենք խոսում ենք հակափաստարկներով, ավելի մենք չենք լսում հաստատված հիմնավորներ, թե ինչու հանկարծ որոշեցին անցնել կառավարման